Երբ որ գրված է այստեղ այնքան զորություն կա այս խոսքի մեջ, երբ որ ասի իր մեջ շատ հայտնություններ կբացահայտե, որ ոչ ոք երկինք չի ելել, բացի մարդու որդուց։ Եղբայրն այլ գրված է մարդու որդուց։ Ով իջավ երկնքից, ով է իջա երկնքից, մարդու որդին։ Գրած է Աստծո որդին։ Հələ նայեք, մինչև աշխարհի արարումը Աստված ինձ ընտրեց։ Եթե Պողոս Արաքյալը մարմնավոր մարդ է, մինչև աշխարհի արարումը Աստված իրան ընտրեց, նշանակի երկնքում մարդ կար։ Մարդու միջոցով ընտրեց։ Որտեվ մարդու մեջ սերունդն էր, որտեվ Քրիստոսի մեջ էր Պողոսը, Քրիստոսի մեջ դուք եք, որով եւ կծնվեք եւ կգաք աշխարհ, որպես բարելուրը տարածեք ու նորից վերադառնաք այնտեղ, որտեղից եկել եք։ Բայց Հիսուսն ասեց՝ դուք ձեր հորից սատանա եք։ Հիսուս մեզ ոչ թե գրած։ Մենք ճանապարհից այնքան ենք շեղվել, որ մենք դարձել ենք նոր ես մի բան կերգել, մեր թամբի վրա մեկ ուրիշն է նստած։ Աշխարհի մարդկանց թամբի վրա մեկ ուրիշն է։ Դու սկզբանե չես եղել երկրի վրա, դու սկզբանե երկնքում ես եղել։ Ու ընդհանրապես նշանակություն չունի, թե դու երկնքի որ մասում ես եղել։ Այդ նշանակություն չունի, դա Աստծո աթոռը որտեղ է տրված երկնքի ուրմնտի երկի մեջ։ Նշանակություն չունի։ Նշանակություն չունի մենք Հայաստանի մեջ ենք, կաղոտենք Չինաստանի համար թե ոչ։ Ես ինչ եմ արել, մենք անցած անգամ ես ասացի, որովհետեւ մենք կաղոտենք ոչ թե Չինաստանի ժողովրդի համար, ոչ, այլ քրիստոնյա ժողովրդին, որովհետեւ այդ վիրուսը չկարե այդ քրիստոնյա ժողովուրդը, որովհետեւ դառնան հետ ու նայեն հավատացյալ ու անհավատի տարբերությունը, որովհետեւ կան տեստինգ եւ նրանք եւ իմ հոգից գրեմ ձեր մեջ եւ դուք կմարգարենաք, որովհետեւ մարդիկ կան եւ ասեն ձեր մեջ Աստվածներ կան, Աստված, այո, գրված է, եւ ձեր կողքից ոչ միտեղ չգնան։ Բայց դե կողքինի տարբերությունը չի լվա, քեզ ով չէ դու Աստված ունես, մամ քսես։ Ես չէ։ Երանից, արեք տեսենք ում Աստվածն է ավելի զորավորը։ Իմ թե ձեր բաղամը։ Արեք ցույց տանք այդ Աստծուն։ Դե ցույց տվեք այդ Աստծուն դուք։ Ցույց տվեք ձեր կյանքի մեջ, ձեր կյանքից դուրս։ Ցույց տվեք ձեր ճանապարհների մեջ, ամեն ժամանակ ցույց տվեք, ոչ թե դուրս գալով մոռանաք թե ինչ կերագուր եք կերել, մոռանաք թե ինչ սերմերից եք սերմանվել, մոռանաք թե ոչ չերն են ձեր ծարավը հագեցրել կամ սերմը լցվել հողի մեջ, որտեղ դուք հողն եք, դուք են պարտեզն եք, որտեղ կաճի Քրիստոս կանձը, որտեղ մարդու որդին եկավ սերմը ցանելու, թե պարարտ հողի մեջ աճավ։ Գիտես մարդիկ հողը կառնին, ու այդ հողը այնքան փուշ ու տադած քար կարոտ է, ախպեր կմաքրեն, շաբաթը մեդո կերտած, որ դիք հեչ այդ հողը չեղնի։ Առաջին բանը, որը մենք պետք է կատարենք, պետք է մենք մաքրենք մեր հողը քարերից, փշերից, տադասներից։ Գիտեք որն է ձեր միտքը մաքրեք։ Ձեր միտքը մաքրեք այնքանով, որ հասկացեք, որ լեզվակ կռիվությամբ չէ հարց լուծողը, այլ լրությամբ։ Գրված է ով Սիոն լուր կագնե իմ արջևս։ Ինչի համար, որովհետև ես եմ գործողը, որովհետև գրված է ոչ ուժով է, ոչ զորությամբ, այլ իմ հոգով, ասում է Տերը։ Այսինքն ուժով չէ, զորությամբ չէ։ Մենք մեր նպատակին չենք ասում նրա համար, որովհետև մենք շատ ուժեղ կամ իմաստ ունենք, ոչ նրա համար, որովհետև Աստծո ոգին ներկործում է հավատացյալների մեջ եւ փոխում է ամեն իրավիճակ։ Կրկեք, ամեն իրավիճակ հնարավոր է փոխել Աստծո հոգու զորությամբ։ Ում նրանով ով ցեզանում է, նա ով ցեզանում է ավելի զոր է, քան նա ով աշխարհի մեջ է։ Աշխարհի մեջ սատանան ըմբոստն է, ով մեր առջև միշտ արկելքներ առաջ կպեր է, բայց մենք ունենք մեկը մեր մեջ, ավելին է, քան նա ով աշխարհի մեջ ներկործեկը ու մեջ ըմբոստ մարդկանց մեջ։ Գիտեք որ սատանան ըմբոստ մարդկանց մեջ կգործե։ Ինքը ներկործեկը, ինքը թոփուսկ ունի ըմբոստ մարդկանց մեջ։